Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Գյումրիի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Բոլորիցս հրապարակային հայցում եմ ներողություն եւ պաշտոնապես հայտարարում։ Վայր եմ դնում պատգամավորի մանդատս, գրել է Գաբրիելյանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ում գրել է, որ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով հանդիպման առաջարկը, իրեն անվանելով պոպուլիստ։ Եթե խաղաղության օգտին հանդես գալը պոպուլիզմ է, ապա հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը, գրել է Խանդանյանը մեկ անգամ եւս շեշտելով, իր առաջարկը ուժի մեջ է մնում։ Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Պաշտպանական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04:45 նկատ ժամանակահատվածում Հայաստանի զուտ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Փաշինյանը, ինչպես խոստացել է իր խորագրի ներքո, տեղեկացրել է, որ հիմնանորոգվել է Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը։